կլինեն այդ 12 կենդանակերպերը ներկայացնելու այդ process-ում, նրանց անակնկալներ են սպասում, ինչու՞ չէ, աստղաբանական քարտեզի մեկնաբանում։ Այսպես փորձեմ ներկայացնել, ուրեմն այն նշանը, որի մասին խոսում եմ, այդ նշանի ազդեցության տակ ծնվածները կրակոտ են, կարդինալ նշանն է, արական է, կենդանակերպը տաք են, իրանք արագ են, պորտկուն են, եռանդուն, նաև կենդանական նշան է, խառնվածքի տիպը խոլերիկ։ Ահա։ Ուրեմն միշտ տալիս է այս նշանը, միշտ մարդուն տալիս է բուռն ու անհամբեր կենսակերպ բնավորություն։ Ցանկացած մոլորակ այս կենդանակերպում գործում է արագ, շտապ, պորտկուն է, ագրեսիվ է։ Այս կենդանակերպի ազդեցության տակ ծնվածները կարող են միանգամից մի քանի գործ սկսել։ Կեսից հնարավոր է հիասթափեն թողնել, անցնեն մեկ այլ գործի։ Նրանք միշտ հաղթողներ են։ Նրանց հետ չեք կարող մրցել, իմացեք, նրանք հաղթողի դերում են, բայց երբեմն իրենց կամակորը դա այլ կենդանակերպի, այսպես ասեմ, կռբազան եւ ագրեսիվ բնավորության արդյունքում երբեմն իրենց գլուխը խփում են այստեղ եւ այնտեղ։ Եթե մարմնի մասերից ենք մենք խոսում, ապա նրանց թույլ տեղը գլուխն է եւ ծնոտի վերին մասը։ Պարբերաբար ունենում են գլխացավեր, ունենում են վնասվածքներ եւ նաեւ ցանկանում եմ, որպեսզի մեր հետևորդներ ասեն, թե որ մոլորակն է ղեկավարում այդ կենդանակերպին։ Ունենում են վնասվածքներ, այրվածքներ, ջերմաստիճանը պարբերաբար բարձրանում է, բայց նրանք միշտ հաղթողի դերում են։ Այդպիսի կանայք դժվար են իրենց կյանքը կառուցում, որովհետեւ ուժեղ են, իսկ տղամարդիկ երբեմն վախենում են նրանցից։ Նրանք կարող են գործունեություն ծավալել ուժային կառույցներում եւ նրանք պարբերաբար հաղթում են։ Նրանց մոլորակը, Մարս մոլորակը, եթե գտնվում է խեցգետնի կենդանակերպում, արդեն ասեցի, նրանք մեր հայրենիքի պաշտպաններն են։ Դե ինձ սիրելի հետևորդներ, կսպասեմ ձեր պատասխան, նաեւ կուզեմ մեկնաբանություններում գրեք, որ գիծը չհավանեցիք եւ բնավորության որ գիծը ես չնշեցի, դրական եւ բացասական։ Իսկ ես առաջարկում եմ մեր առաջին Վիկտորինայի հաղթողին ձեզ հետ միասին հրավիրել տաղավար եւ փորձենք միասին շարունակությունը զարգացնել։ Մեծ ուրախությամբ, պայմանավորվեցինք։ Եվ Ջերի բարեկամներ, աստղաբան, կառավարման հոգեբան Գայանե Սարգսյանն էր մեր տաղավարում, ով ամեն անգամ յուրովի է ներկայանում մեզ, ինչ որ նոր գաղափարներով, նոր մտահղացումներով եւ իհարկե նրա հետ միշտ էլ հաճելի է զրուցելը։ Այսօր այսքանը, ցտեսություն։